Փառք Տիրոջը։ Հանցած անգամ մենք մի քիչ կանգ առանք 2-ից 1-ի վրա, հիշում եք։ Ուզում եմ այսօր շարունակենք մի քիչ ուղղությունը տալով այս մտքին ընտրիր կյանքը, որ ապրես։ Այսօրվա խոսքի վերնագիրը սա է։ Ընտրիր կյանքը, որ ապրես։ Ընդհանրապես գիտեք, որ կան բաներ կյանքում, որ կեսով կարող ես բավարարվել, կա բաներ, որ կեսը անհնար է։ Մի քանի օրինակ ասեմ։ Հիմա մի խնձոր ունեմ, կարանք կիսենք, կեսը ես ուտեմ, կեսը Ռուստամը ուտի։ Նորմալ է, հնարավոր է դա։ Երկու եղբայր կարող են իրենց տնամերձը կիսել, ասեն ախպեր, կիսենք երկու մասի, երկու աղբոր միջև։ Նորմալ է սա։ Եթե մեկը գալիս է հոգսը կիսելու, ոչ թե նորմալ է, նույնիսկ շատ լավ է։ Մեկը քո ուրախությունն է կիսում, շատ լավ է, հրաշալի է։ Բայց հնարավոր է մեկը քո կնոջը կիսի, կամ քո ամուսնուն դու կիսես, անհնար է, կամ ոչ մեկը չի հաշտվի։ Երբ որ Սողոմոնի մոտ երկու կնոջ բերեցին, որ մեկի երեխան մահացել էր գիշերը, այդ ծննդատանը, այդ մյուսը հենց փոխել էր երեխեքին։ Մահացածը դրել էր նրա անկողնում, այդ կենթանի վերցել էր իր մոտը։ Առավոտը որ արթնացել, ասել էր, «Էս իմ երեխեն չի», ասում, «Չէ, դա իմ երեխեն է», կռիվ էին արել իրար հետ։ Վերջը բերեցին թագավորի մոտ, որ թագավորը ճիշտ արդար լուծում տա։ Սողոմոնն ասեց, «Բերեք երեխային կիսեք երկու մասի, կեսը տվեք սրան, կեսն էլ նրան»։ Նոր այդ իսկական մայրը գնում է մեջտեղ ասում է, «Չէ, խնդրում եմ, մի կիսեք, տուր իրան, բայց մենակ թե իմ երեխին վնաս չպատահի»։ Սողոմոնն ասեց, «Այս է երեխի մայրը»։ Այսինքն երեխային կիսել են, հնարավոր չէ, կիսել նշանակում է կորստել ընդհանրապես, որ երկուսն էլ կորավ։ Կամ պարագաներ, երբ որ մարդիկ չունեն մոր սիրտ, քո սիրտը չի կարող մոր պես սիրել, ծառայել, չէ՞։ Մայրերը տան ամենամեծ ծառաներն են, հատկապես երեխաների։ Բայց այդպես էլ հնարավոր է հոգևոր կյանքում, մարդիկ կան, որոնք հեշտ են կիսում, լավ էլի, քարակս է թևը ցավը, այդանք բաժան ենք գցենք, կեսն առնենք այդանք, ինչ էլ տանենք օգուտ է։ Բայց հնարավոր է, որ իսկական մայրը ասի, չէ էլի, ես կիսելով մենք կորցնում ենք ամբողջը։ Ավելի լավ է ես լրիվ տամ, բայց թող ապրի։ Հիմա կես կամուրջով ճանապարհ կանցնես, բայց մինչև կեսը հնարավոր է, այդպես մեզ ախպերը լավ, այդանք մի բան, մի տուր կբացվի։ Ասում ես կամուրջը կեսը սկի ոչ մի տուր էլ չի բացվում։ Դու ընկնում ես ջուրը եւ խեղդվում ես։ Կես ինքնաթիռով հնարավոր է ճանապարհ անցնել։ Չես կարող։ Մի հատ բաներ նայեցի, հետաքրքիր, ուրեմն գիտնականներով հավաքվել են ինքնաթիռով տեղ պետք է գնան միասին։ Նստած են ինքնաթիռում, սպասում են թռիչքին, մեկ էլ այդ իրենց աշխատող գիտնականներից մեկը վազում գալիս, ասում է, «Պարոններ, էսի մեր ուսանողների սարկած սամոլյոտն է, իջեք»։ Ու ելնում փախնում են, դե գիտեն այդ ուսանողների սարկածն ինչ պետք է լինի։ Այդ տնօրենը տեղից իրար չի գալիս, նստում է։ Գալիս ասում են, «Ընկեր, չգիտեմ ինչ, էսի մեր ուսանողների սարկածն է, հելի»։ Դու ասում ես, «Գիտեմ, այդ դեբելների սարկածը չի էլ թռնի»։ Արխայինները ոչ թե չի ինգնի, չի էլ թռնի։ Հիմա եթե մեր սարկածը ընդհանրապես պետք է ոչ էլ թռնի, մեր այստեղ հավաքվելու իմաստը որն է։ Բայց ցավոք սրտի ես չեմ դատում, սա ճշմարտությունն է, որի մասին կխոսենք, իրանց եկեղեցին ըսկի չի էլ թռնի, ոչ թե տեղ չի հասնի, չի էլ թռնի։ Իրանք կթռնեն, եկեղեցին չի թռնի։ Այ ամբողջ ցավը սրանում է։ Երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 19 խոսքում կարդում ենք, որ Տերն ասաց, այսօրվանից ձեր առջև ես դնում եմ կյանքի ու մահվան ճամփաները։ Ընտրիր կյանքը, որ ապրես։ Ասում է, ով Իսրայել, ընտրիր կյանքը, որ ապրես, ինչու մեռնես։ Տերն ասաց, ընտրիր, որ ապրես։ Իսկ եթե չես ընտրում, պատասխանը միակն է մնում, կմեռնես։ Այսինքն ընտրությունների մեջ մենք պետք է ուշադիր լինենք։
Մենք ամբողջ մեր կյանքը միշտ ընտրությունների մեջ ենք։ Առավոտ քնից արտանում ենք ընտրությունների մեջ ենք, մինչև քնում ենք։ Մեկ երազի մեջ ենք ընտրություններ անում։ Կարևորը որ մենք ճիշտ ընտրենք։ Այս խոսքը պարզապես խոսք չէ, որ ասված, ուղղակի խոսքեր ասեց, մի բաներ ասեց։ Սա կոնկրետ հրաման է ու որոշում, որը մենք պետք է կամ կընդունենք, կամ չենք ընդունի։ Միջին ճանապարհ չկա, ինչպես ասացի, կես ճանապարհ չկա, չեզոք վիճակ չկա, կամ կյանք, կամ մահ, կամ դժոխք, կամ երկինք։ Երկուսից մեկը։ Ուրեմն առավոտյան, որ մենք արթնանում ենք, մեր ընտրությունների մեջ, հետո ավելի մանրամասն կանգառնեմ, սկսեմ սրանից, ասենք, սննդակարգը, որ մենք ընդունում ենք, կարևոր է ինչ ենք ուտում։ Ես չեմ ասում, որ դե տունը չկա, ինչ կա այդ ես ուտում, այդ չէ խնդիրը, երբ որ տունն ես ընտրելու հնարավորություն։ Մեկը ընտրում է առողջ սնունդ, մեկն էլ ընտրում է հաճելի սնունդ։ Որն է ճիշտ։ Առողջը։ Ռիփսիկը տանը առողջ սննդի կողմնակից է։ Ասում արի բրոկլիով, ես ինչով չգիտեմ, ասում եմ բրոկլի իմ ամենաչսիրած բանն է, вообще ուտելու բան չէ։ Այնտեղ գազար-մազար չգիտեմ ինչ խառնում է իրան շելաշփոթ, ճիշտ ասում ինքը, բայց համով չի։ Ասում вообще համով չի։ Բայց ի՞նչն է համով։ Տորտը, կրեմով, ինչ-որ լավ իրենց մենք որ ես որ եթե եմ միս առնելու, ես բսի մեջ յուղ չեղավ, դա միս չի ուտվում։ Ճիշտը յուղ չլնելն է, բայց համովը յուղոտն է։ Հետո տեն մեզ տվեց խոլեստերինը, չաղացար, ուռար, թխվածներով, քաղցրեղեններով, շոկոլադներով, ես ինչերով դու ընտրեցիր, մեկ ընտրեց առողջ սնունդը, ունի սիրուն ֆիզիոնոմիա, չեն ես բարակ-մարակ տեղին, մեկն էլ դարել արդեն քաշը կշերքները չեն կշռում սովորական, պետք է տանեն ճաղաճի կշերքով կշռեն։ Դու ընտրեցիր եւ սկսում ես քո ընտրության պտուղը քաղել։ Հիմա ծխելը ընտրությունն է թե ոչ։ Հելնում ես երկրդ գնում է դեպի ծխախոտի տուփը։ Վրան էլ գրած է կմեռնես, որ ծխես։ Դե մի ուրիշ բառերով է գրված, ես որ չեմ ծխում, չգիտեմ ինչ է գրած։ Վերջ գրած է վտանգավոր է առողջության համար։ Բայց դու ծխում ես։ Սորով չբերեցին դրեցին քո մատերի արանք այդ սիգարետը, դու ընտրեցիր։ Հետո կանցնեն տարիներ դու դրա արդյունքը պետք է քաղես։ Թոքերդ չի աշխատում, թոքախտի պես հազում ես, ռենտգեն գցում են, ոչ մի բան չի երևում մեջը, բացի մթությունից, որովհետև սևացած է, ածխացած է ամբողջ թոքերը։ Եվ դու ու շատերը ծխողներից մեռնում են թոքերի քաղցկեղով։ Քո ընտրությունից կախված էր թե ոչ։ Խմիչքից կախված է այդ ընտանիքը ինչ ընտանիք կդառնա։ Հարբեցող մարդկանց ընտանիքները աղքատ ընտանիք են միշտ։ Երեխայի կաթի համար կարող է փող չունենա, բայց իր խմիչքի կամ ծխախոտի համար ինքը պետք է ճարի։ Ընտանիքում միշտ վիճաբանություններ, չկայի պատճառով եւ չկայի հիմնական պատճառը իր ընտրած ծխելն է կամ հարբելը։ Հարբեցողության վերջն էլ նորից վատ է։ Այսինքն ընտրություններ սա, մարդը ընտրեց, վերջում սկսեց գալ հատուցման ժամանակները։ Մեկը ընտրում է եկեղեցի գալ, Կիրակիա, գնանք Տիրոջ տուն, գնանք խոսքը լսենք, աղոթք կանենք, հաղորդակցվենք, կերքենք, կփառաբանենք Տիրոջը։ Մեկն էլ ընտրում է մի ուրիշ բան, որը կապ չունի Աստծո հետ։ Հնարավոր է որ ասես, արի գնանք այդ երկու ժամը նստենք, էլի այդ քո ասած տեղը գնանք։ Չէ, ժամանակը սկորում է։ Դու ես կորում։ Քո վրա հələ տեղեկություն չկա, ժամանակի համար ես հոգանում։ Սա նորից ընտրություն է։ Ուրեմն կամ մենք ընտրում ենք Աստծուն Աստծո հետ ապրելու, կամ մենք եթե չընտրենք էլ Աստծուն, արդեն չընտրելը ընտրություն է սատանային։ Պարտադիր չէ որ ասի ես սատանային եմ ընտրում։ Ուզում ես ամբողջ օրը հայելը մանարի սատանային, ավելի լավ։ Նա դրանից չի վիրավորվում, ասում է շատ հրաշալի է, ավելի հայան կարա, ավելի շատ մեղ գործի, որ ինձ ես հայում, ոչինչ։
Այնտեղ ես քո հարցերը կլուծեմ, հələ դու արի այնտեղ։ Եղել եմ սատանիստի հետ ունեցած խոսակցությունից, սատանիստի իսկական։ Մեկը պատմում էր, ասում է, ասի ախպեր, լավ, ասենք որ դու ախպեր չէ, ոբշեմ, ինչ որ մարդ, ինչ ախպեր։ Դու որ սատանային ես պաշտում, քեզ ինչ օգուտ դրանից։ Դու գիտես որ դժոխք ես գնալու։ Հա գիտեմ որ դժոխք եմ գնալու։ Աբա որ դժոխք ես ետալու գիտես, ոնց ես սատանային ընտրել քո համար ու երկրպագում ես իրան։ Գիտես ինչ ասում, ասում է, ընդ ինքը մեզ պաշտոն կտա, որ մենք տանջվող չենք լի, կլինենք տանջող։ Ասի, ես մարդու, պատկերացնում եք, ես մարդու խելքը։ Դու սատանան վերջում ինքը իրան չի կարա փրկի։ Քեզ ոնց պետք է փրկի։ Երբ որ կրակե լիճը, որ ծծումբով այրված կա, դա գրված է, որ պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար եւ իր հետևորդների համար, բա որ ինքը իրան չի կարողանում փրկել, քեզ ոնց պետք է փրկի։ Եվ գիտեք, ամենադժբախտ հարցը որն է, որ այդ նույն մարդիկ պարտադիր չէ սատանիստ լինեն, մարդը կարող է լինել անունով քրիստոնյա, ազգային պատկանելությամբ քրիստոնյա, բայց նորից նույն վախճանը ունենա, որովհետև քո կյանքը ցույց չէր տալիս, որ դու Աստծո զավակ ես կամ Աստծուն հետևող, որ դու լուսով որդի ես։ Ցույց տվեց, որ դու նորից նույն խավարի հետևորդն ես։ Եվ հավիտենության մեջ նրանք մի ձայն են լսելու, մի հռռոց, հիմարներ, դուք չէիք հասկանում, որ ես սուտ եմ ու ստի հայրը։ Որտեվ կասեն, դու մեզ խոստացար, այստեղ ինձ ինչ-որ բան պետք է տա, ասում խաբեցի։ Դուք չգիտեիք, որ ես ստի հայրն եմ։ Ցավոք սրտի այսօր շատ-շատերը, նույնիսկ քրիստոնյաներ, ավելի շատ լսում են ստի հոր ձայնը, քան թե Քրիստոսի։ Իսկ Հիսուսն ասաց. ես կյանքն եմ, ես ճանապարհն եմ, ես ճշմարտությունն եմ։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ավելի ունենաք, բայց սատանան գալիս է, որպեսզի գողանա, փչացնի, սպանի, ոչնչացնի։ Եվ մենք այս ընտրությունների առաջին չընտրելով Աստծուն, դու ավտոմատ ընտրում ես նրան։ Չընտրելով լույսը, դու ավտոմատ ընկնում ես խավարի մեջ, որտեղ խավարը իրականում կարծես գոյություն չունեցող մի բան է։ Խավարը առաջանում է լույսի պակասից։ Եվ այսօրվա ինչ որ չարիք կա երկրի վրա, այսքան արհավիրքներ, դժբախտություններ, բոլորը Աստծո պակասից է, լույսի պակասից է, ճշմարտության պակասից է, սիրո պակասից է։ Ահա թե ինչու։ Աստված չստեղծեց խավար կամ մահ, մահն առաջացավ կյանքի պակասից։ Հետո սկսում են մեղադրել, թե ինչի՞ Աստված մահ ստեղծեց, Աստված մահ չի ստեղծել, մահը դու ստեղծեցիր քո համար, երբ որ մերժեցիր քո Աստծուն։ Ուստի կարդում ենք, չէ, Աստծո խոսքում որ ասում է, ինչ կապ ունի Քրիստոս Բելիարի հետ, ինչ կապ ունի ճշմարտությունը անօրինության հետ, ինչ կապ ունի հավատացյալը անհավատի հետ, ինչ կապ ունի Աստծո տաճարը Մեհյանի հետ։ Եթե դուք լուսով որդիներ եք, ընտրություն եք կատարում։ Ամբողջ օրը, ամեն օր, ամեն հարցում քեզ մի բան առաջարկում են, դու ընտրում ես, այո, ասեմ թե ոչ, գնամ թե չգնամ։ Եվ քո ընտրությունից կախված է, թե ինչ հետևանք կունենա քո կյանքի համար։ Հիսուսը աշխարհի լույսն էր եւ ասաց ով իմ հետևից գա, խավարի մեջ չի խարխափի, այլ կընդունի կյանքի լույսը։ Իսկ եթե մենք Հիսուսին չենք հետևում, մենք կխարխափենք խավարի մեջ։ Աստված դրեց օրհնություն եւ անեծք մարդու առաջ։ Ընտրիր օրհնությունը, որպեսզի ապրես։ Եթե չընտրես օրհնությունը, դու կդառնաս անիծյալ։ Առակաց գրքում մի խոսք կա գրված է ասում է. գողացված ջրերը անուշ են եւ ծածուկ հացը ախորժելի, բայց նրա հրավիրվածները դժոխքի անդունդներում են։ Համով է ծածուկ հացը, բայց նրա հրավիրյալները դժոխքի անդունդներում են։ Նրանց բերանը այնտեղ խիճ են լսնում։ Սա է տարբերությունը։ Այսօր քո համար հանգիստ ես զգում, ոչինչ կարծես չի պատահել, բայց կպատահի։ Գիտեք ինչի եմ վստահ, որ կպատահի, որտեղ Աստված է ասում, որ կպատահի։ Ուրեմն մենք կամ կհնազանդվենք Աստծուն, կստանանք օրհնություն,
Կամ չենք հնազանդվի Աստծուն, ավտոմատ մեր կյանքի վրա կգա անեծք։ Եթե չկա օրհնություն, նշանակում է դրա հակառակը պետք է լցվի մեր կյանքը։ Մեր կյանքում միշտ կհանդիպի ճշմարտություն եւ սուտ։ Դուք որն եք ընտրում։ Այսքի սուտ չեք խոսում, ասում եք, բա ինչ անեի, նեղնեին, այդ մոմենտին որ սուտ չասի, բա ինչ ասի։ Հետո այդ սուտը շատ թանկանստելու քո վրա։ Սուտը ընտրել նշանակում է ընտրել մահը։ Ընտրել մեղքը, ընտրել պատասխանատվությունը։ Եվ քո օգուտը կարող է այնքան փոքր լինի, որ դրանք համատեղելի չլինեն։ Իսկ Հիսուսը Մատթեոս Հովհաննես 8-րդ գլուխ 31 խոսքում ասում է. Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը չի գնա հոր մոտ, եթե ոչ ինով։ 8:31-ում ասում է. Եթե դուք իմ խոսքին հավատարիմ մնաք, կդառնաք իմ ճշմարիտ աշակերտները։ Դուք կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կդարձնի։ Դուք կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ազատ կդարձնի ձեզ։ Սա գաղափար ճշմարտության մասին չէ, այլ անց ճշմարտության մասին։ Դուք կունենաք Քրիստոսի ճանաչողություն եւ այդ ճանաչողությունը ձեզ կդարձնի ազատ։ Հոգի կամ մարմին։ Մարմնավոր մարդիկ միշտ ընտրում են մարմնավոր բաները։ Հոգևոր մարդիկ ընտրում են հոգևոր բաները։ Հոգու խորհուրդը կյանք է եւ խաղաղություն, մարմնի խորհուրդը մահ է։ Իսկ մարմնավոր ապրելով մենք կհայտնվենք արդեն անեծքի տակ։ Լայն ճանապարհ եւ նեղ ճանապարհ։ Մատթեոս ավետարանում գրված է. լայն ճանապարհը հեշտ է գնալ, բայց տանում է դեպի կործանում։ Նեղ ճանապարհը դժվար է գնալ, բայց տանում է դեպի կյանք։ Մարդիկ արագ ընտրում են հեշտը, բայց ճիշտը ընտրելն է, ոչ թե հեշտը։ Ուրեմն կյանքում մի ընտրեք մենակ հեշտ կողմերը, ընտրեք նաև ճիշտ կողմերը։ Աստծո կամքը թե մարդու կամքը։ Մի դեպքում թող քո կամքը լինի իմ Աստված, կամ ասում մարդը Աստված այսպես է ուզում, ես ենթարկում եմ նրա կամքին, հաջորդն ասում է իմ կամքը թող լինի, ես եմ այսպես ուզում։ Կամ մենք կանենք բաներ մեր կյանքում, որովհետև մենք ենք այդպես ուզել, կամ կանենք բաներ, որ գուցե անգամ մեր ուզածին հակառակ է, բայց Աստված է այդպես ուզել, որի պատճառով մենք ընտրում ենք Աստծո ասածը։ Աստված չի պարտադրում եւ մեր առջև դնում է կյանքի մահվան ճանապարհը եւ ընտրությունը թողնում է մեզ։ Շատ անգամ օրինակներ բերել ենք երթևեկության կանոններից, գիտեք կան զգուշացնող նշաններ, որ վտանգ կա։ Օրինակ ասենք դու գնում ես նշանադրած սահքի նշան, ասենք այդտեղ կանանա որ սլա ավտոտ գնաս ինքնես եսին որտեղ։ Եթե դու հաշվի չառնես արագությամբ գնում ես, դու կհանդիպես փորձանքի ու կարող է անգամ մահով վերջանա։ Կամ դրված է ոլորաններ, ասենք այն պավարոտները որ կան, դու պետք է հասկանաս, որ այնտեղ քո ուզած արագությամբ չես գնա, դու պետք է զգուշ գնաս, ճիշտ ընտրես քո անկյունը թեքման, այլապես դու կգլորվես ծորը։ Կամ գնացք, պետք է զիջես գնացքին, թե գնացքը պետք է զիջի քեզ։ Դե պաշտի գնացքը պետք է զիջի։ Մի դեպք եղել էր, գնացք եկե խփել էր մի հատ ավտոյի, տենց շուռեր, դե մահացան մեջը այդ մարդիկ։ Գիտեք ինչ էր արել։ Պատմեցին ինձ, էլ ասել բլոջներ տեսել է կանգնած են մարդիկ գնացքը որ կանցնի, ուրեմն ես չեմ կարող հասնեմ, ասեմ, չի հասցրել, եկե տվի հետ նառը գնացել էր։ Սա նշանակում է, դու հաշվի չառար զգուշացնող նշանը եւ հանդիպեցիր փորձանքի։ Այսօր մենք շատերս ընկնում ենք մեծ դժվարությունների փորձանքների մեջ, որովհետեւ այդ նշանները, որ գրված Աստվածաշնչում հաշվի չենք առնում։ Եվ արդյունքը դառնում է շատ ցավալի։ Հիմա եթե հարցնան, որ ճանապարհն ես դու ընտրել այսօր, ում ձայնն ես ավելի շատ լսում, աշխարհի թե Աստծո, որն ես ընտրում դու, հեշտը թե ճիշտը։ Ես խորհուրդ կտամ ընտրել ճիշտը։ Ընտրել առողջ սննդակարգը։ Չի ստացվում, համով չի, բայց անհրաժեշտ է։ Ես ասեմ, հետո որ մենք հիվանդանում ենք, տեղերը ըսկի համով չեն, բայց մենք ստիպված ենք տեղերներ ենք խմում, այն ծակոսները, սիստեմաները ընդհանրապես համով չի, բայց խելոք, կարիպես պարկում ենք, որ մեզ ծակեն, ցավացնեն, վնասեն, բայց ժամանակին գուցե մենք ենք եղել պատճառը դրա։ Ուրեմն, եթե նավը խորտակվում է,
այդպես հրահանգ են տալիս, որ անմիջապես լքել նավը, մակույկներ են իջեցնում նավից, որ իջնես այդ մակույկների մեջ։ Մակույկի մեջը շատ այդ փոքրիկ նավակներ են, լոդկեք են։ Լավ չի, էջ փափուկ չէ, բարձ չկա, դու պետք է մտնես, դա փրկվելու համար է, անհրաժեշտ է։ Նավի մեջ հələ քանի չի սուզվել, պայմանները լավ են։ Հիմա մնաս նավի մեջ քո ընտրությունն է, իջնես մակույկ, էլի քո ընտրությունն է։ Իջնես թե մնաս։ Գիտեք, Տիտանիկը երբ որ կործանվել է, ես կարդացել եմ այդ մասին։ Այնքան վստահ էին այդ նավի վրա, որ ոչինչ չի պատահի։ Անկամ նավը արդեն կործանվում էր, հրահանգ էին տալիս, որ նավը սուզվում է, մեծ ճեղք է բացվել, 90 մետր երկարության ճեղքվել է նավը։ Ասում եմ, ռեստորանում հələ մարդիկ երախումի մեջ էին։ Առաջի մակույկները, որ իջան օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, ծով չէ, օվկիանոս, չնայած ծովի մեջ էլ մարդը կարող խեղդվի, բայց բոշկի մեջ էլ կարող խեղդվի։ Նավերը գրեթե այդ մակույկները գրեթե կիսադատարկ են եղել։ Կիսադատարկ։ Վերջում իրար գլխի ելած չէին տեղավորվում։ Եվ շատերը խեղդվեցին, որ ճիշտ չգնահատեցին իրավիճակը։ Հիմա այդ ժամանակ, որ նավը խորտակում է, Աշոտ, այդ բաճկոները հագնենք, փրկարար թե պարահանդեսի շորերը։ Պարահանդեսի շորերը։ Որտեւ ինք ավելի սիրուն է։ Այդտեղ սիրունի խնդիրի չէ, ապրելու եւ մեռնելու խնդիրն է։ Հիմա այստեղ մարդիկ անգել են իրանց փրկության հետևից։ Ավելի շուտ կյանքի վատ իմաստով եմ ասում։ Այստեղ քո սիրուն ու քեշելելու ժամանակը չէ, քո ապրելու եւ մեռնելու ժամանակն է։ Եթե վաղ ստանենք ասեն են բանտերը, այս վերջերս մենք թարգմանեցինք, այրենք գցեցինք այդ դժոխքի այդ բանի Ռոմի արենաներում քրիստոնյաների նահատակությունների տանջանքները։ Այդ ժամանակ իրանց վզբաղվում էին դիմարդարությամբ, իրանց գեղեցկությամբ, միշտ դիմարդությամբ վաղ արյուզները պետք է քաշեն ծավատեն իրարից քեզ։ Ապրելու մեռնելու խնդիրներ արդեն, երկելով Քրիստոսին միանալու խնդիրներ։ Այսօր այն մեր հանգիստ պայմանները մեզ դարձնում են հեշտասեր։ Մի օր Հայկը մի հատ հետաքրքիր բան ասաց, ինձ դուր եկավ, ասում է մեր ղեկավարը ասեց սոված ստամոքսը երբեմն ստիպում է, որ ուղեղը ճիշտ աշխատի։ Մարդը միշտ մի տվեք լավ պայմաններ, որ ինքը մենակ ուտի խմի պարկի։ Թողեք եկեք սոված, որ ինքը ուղեղը աշխատի ու ինքը ճիշտ ապրի։ Հասկանալի է։ Անկամ ձեր երեխեքին մի սովորեցրեք այդպես, որ ինչ ուզենան ունենան, երբ ուզենան քնեն, ինչ հեռախոս ունենան, ինչ ուզեն բերում բավարարում եք, պատասխանում եք լավ եք պահում։ Դու նրանց կործանում եք։ Մեկ-մեկ էլ հասմի տվեք, գործ տվեք, չանի, իրիկունը հաշ չտակ։ Երբ որ իր ստամոքսը սկսեց աշխատել, ուղեղն էլ կաշխատի։ Բարձր։ Ինձ դուր եկավ։ Ես դա պետք է կիրառեմ մի օր։ Ուրեմն այսօր է ընդունելի ժամանակը եւ այսօր է փրկության օրը, վաղը կարող է ուշ լինել։ Այստեղ ոչ թե ժամացույցային առումով կարող է ուշ լինել, այլ շանս կարող է չննաստվել վաղը, որովհետեւ դու ինչ գիտես վաղը քո վրա լույսը կբացվի թե ոչ։ Մենք հիմա կանգ առնենք 10 կույսերի առակի վրա, հպանցիկ կանցնեմ, որովհետև մենք շատ անգամ ենք կանգ առել սրա վրա, ուղղակի այն կարևոր մասերը, որը 2-ից 1-ին է վերաբերվում։ Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանվի 10 կույսերի, որոնք իրենց լապտերներն առած դուրս ելան փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, իսկ 5-ը հիմար։ Հիմարները իրենց լապտերները վերցին, բայց իրենց հետ ձետ չառան։ Սակայն իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաներով ձետ վերցրին։ Եվ երբ փեսան ուշացավ, բոլորը նիրեցին ու քնեցին։ Եվ կեսգիշերին աղաղակ ելավ. «Ահա փեսան գալիս է, դուրս ելեք նրան դիմավորելու»։ Այդ ժամանակ բոլոր կույսերը վեր կացան ու իրենց լապտերների կարգի բերեցին։ Հիմարները իմաստուններին ասացին. «Մեզ ձեր յուղից տվեք, որովհետև մեր լապտերները հանգչում են»։ Իմաստունները պատասխանեցին ու ասացին. «Չլինի թե մեզ ու ձեզ չբավականացնի, ավելի լավ է վաճառողների մոտ գնաք ու ձեզ համար գնեք»։ Եվ երբ նրանք գնացին գնելու, Փեսան եկավ, ովքեր պատրաստ էին նրա հետ, հարսանեկի սրահ մտան եւ դուռը փակվեց։ Հետո եկան նաև մյուս կույսերը, ասացին. «Տեր, բաց արա մեզ»։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը եւ ոչ էլ ժամը»։ Հիմա այս առակը վերաբերում է անհավատ աշխարհին, թե հավատացյալ քրիստոնյաներին։ Հավատացյալ քրիստոնյաներին,
համոզեմ, հենց առաջի բառում գրված է, այն ժամանակ երկնքի արքայությունը նմանվեց 10 կույսերի։ Այսինքն անհավատ աշխարհին դրեք բիկում։ Այս վերաբերում է ինձ եւ քեզ։ Այսինքն հիմար եւ իմաստունը աշխարհի հետ մի համեմատեք։ Աշխարհում իմաստուն չկա հոգեվոր առումով։ Իմաստուն կարող է եկեղեցում լինել, բայց հիմարն էլ կարող է եկեղեցում լինել։ Բայց հիմար ենք մենք թե իմաստուն, մենք որոշենք։ Որի մասին ես փոքր ինչ կմանրանամ։ Այստեղ կույս բառը որ գրված է, սա առաջին հերթին վերաբերում է արտաքին դրսևորումներին։ Ինչու եմ ես ասում կույս բառը այստեղ այն կույսը չէ, ինչ որ մենք հասկանում ենք, որովհետև եթե վերջում կարող է նաև հիմար կույս լինել, նշանակում է արդեն այդ Քրիստոսի ուզած վիճակը չէր։ Շատերը հույսները դրել են մենակ կույս բառի վրա։ Նրանք ունեին արտաքին նմանություն, չէին տարբերվում իրարից։ Օրինակ կան տեսել եք մարդիկ, որ լավ խնամվում են իրենք։ Ասենք կինա դուրս է գալիս տնից, սիրուն իրան արտակնապես խնամում է, դզում է, փչում է, դարդարում է, չէ, սիրուն ինչ որ օծանելիքներ է օգտագործում, իր լավ շորերն ակտում, կոշիկները մաքրում է։ Սա լավ է, բաց չէ։ Բայց ներսից կարող է ինքը լինել անխնամ։ Բնավորությունը շատ վատ լինի ու չհամապատասխանի իր արտաքինին։ Այստեղ Աստծո ուշադրությունը քո արտաքին խնամքի վրա չէ, այլ ներսի խնամքի։ Արտաքինն էլ խնամի, դրսի համար, բայց ոչ Աստծո, որտեվ Աստծո դրանք կոպեկ չարժեն։ Աստված նայում է մարդու ավելի շատ սրտին։ Այսինքն հնարավոր է լինի հավատացյալի մոտ արտաքին դրսևորումներ քրիստոնեական, բայց ներսի պարունակությունը չլինի։ Դրսևորած ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ, մի հատ որ բանաստեղծի մի քարյակ եմ հիշում, ասում է անսիրտ չեն նրանք, ովքեր չեն գոռում, ում ներսն է դատարկ, նա է որոտում։ Կան այսօր դատարկ որոտոցներ, անգամ եկեղեցիներում, որոնք չի խոսում նրանց մեծ սիրտ կամ մեծ հավատք ունենալու մասին, նրանց դատարկ լինելու մասին ավելի շատ խոսում։ Լուրջ քրիստոնյաները ավելի շատ լուրջ են, քան թե հրապարակախոս ընդամենը։ Հասկանում եք։ Նրանք մտածելու ժամանակ էլ ունեն, ոչ թե մենակ ինչ-որ բաներ կազմակերպել անելու։ Իսկ մտածելը շատ ավելի կարևոր է հոգևոր մարդու համար, քան թե ինչ-որ մի բան կազմակերպելը։ Կարող են ունենալ կրոնական կարգավիճակ։ Ասենք պագոն, կոչում, ծառայություններ, կարող է եկեղեցում այս ամենը ունենալ մարդը, բայց հանկարծ իմաստուն չլինել։ Հիմա կասես, բա դրանք իմաստուն չեն, չէ, դրանք պետք է արվեն, բայց դա դեռ քո արտաքին դրսևորումներն են եւ ոչ թե ներսի։ Սպասում են Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Ինչ անենք, աշխարհն էլ է սպասում Քրիստոսի երկրորդ գալստյանը, գիտեք չեն սպասում, սպասում են։ Մի ժամանակ Ռիփսիկն ասում էր, որ մեկ-մեկ ինաստունել մեր, ասում աղբերից առավոտել մեր, դե այն ժամանակ անհավատ էր, հիմա հավատում է։ Ասում է Ռիփսիկը լակո Հիսուսը չեկավ, այսինքն այդ ասածը նշանակում է իր մեջ էլ կար, հələ չեկավ իսկապես, կարող է ծաղրանքով ասի, բայց իր ներսում անհանգստություն զգա, բա որ հանգարց եկավ։ Բայց հիմա սպասում է, որ գա։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Փաստորեն նրանք լապտեր ունեին, նման էին իրար, բոլորը ունեին նույն լապտերները, դուրս եկան փեսային դիմավորելու, բոլորը դուրս եկան, խոստումները ունեին, հանդերձները ունեին, բոլորն էլ քնեցին հավասարապես, որտեղ իմաստուններն էլ քնեցին, երբ որ փեսան ուշացավ, բայց նրանց տարբերությունը մի հարցի մեջ էր։ Որն էր տարբերությունը։ Յուղը։ Մինչ այդ չէր երևում տարբերություն։ Տարբերությունը երևաց այն ժամանակ, երբ որ ռեշտակապետի փողի ձայնը լսվեց, եւ ձայնը չէ, նաեւ ասաց, որ ելեք փեսան գալիս է, ելեք դիմավորելու։ Այդ ժամանակ նոր նրանք խելքի եկան, ուշքի եկան, սթափվեցին, ուզեցին լապտերները կարգի բերել, տեսան, որ լապտերները մարում են։ Տարբերությունը երևաց այդ ձայնից հետո։ Եվ ուզեցին կարգի բերել, բայց այդ ժամանակ չկար։ Էլ հնարավորություն չկար։ Փաստորեն հիմարները իրենց լապտերները առան Մատթեոս 25:3-ում, որ կարդում եք, բայց իրենց այդ յուղ չվերցրեցին։ Հիշում եք, ուրեմն նրանք որ լապտերները առան, չի ասում թե լապտերների մեջ ոչինչ չկար։ Ընդհանրապես չի խոսվում դրա մասին։ Ասաց որ մարում են, բայց իրենց այդ
յուղ ընդհանրապես չէին վերցրել։ Ոչ թե կիսատ էր, այլ ընդհանրապես չկար։ Իսկ իմաստունների մասին գրված է, որ նրանք իրենց լապտերները լիքը լցրեցին յուղով, հետներ զապաս ամաններով յուղ առան։ Նրանք շատ ավելի ուշադիր էին, ավելի բծախնդիր էին, ավելի աստվածավախ էին, ամեն մանրուքի մեջ խորացող էին։ Իսկ հաջորդ կողմը այդպես չէր, թռի վռի, ասախոսի, գնա ասեցինք, խոսացինք, parեցինք, լավ երեկույթ արեցինք, լավ parեցինք, լավ անցավ մեր ժամանակը։ Անունը հոգևոր, բայց իրականում ներսը պարունակություն չունեցող։ Շատ հավատացյալներ կան, որ հենց այդպես բծախնդիր են ասոխոսի նկատմամբ ամենամանրուքների մեջ մանր հարցերի անգամ մանեն, բծախնդիր են։ Օրինակ կան մարդիկ, որ հաշվի են առնում ասողոսքի ամեն մանրուք։ Այսպես է գրված, ես այսպես կանեմ, գրած է կինը թող գլուխ ծածկի, ես կծածկեմ, գրած է ոտերը լվացեք իրար, ես կլվամ, գրված է որ հայր մեր տիրունական աղոթ խաղոթեք, ես կաղոթեմ, ինչ որ կա, ինչ որ գրված է, որ կինը թող լուր մնա, ուրեմն լուր կմնամ, գրված է կինը թող չքարոզի կամ խոսքով չիշխի տղամարդին, չեմ իշխի տղամարդին։ Ընտրում են ինչ որ Աստված ասել է։ Մյուսները sense տրանքինումին բաներ են Կորինթացիների Գաղատացիների եթե դες վերցնես ամբողջ նոր կտակարանը կամ Կորինթացիներին կամ Գաղատացին կամ Եփեսացի կամ Եբրայեցի նշանակում մրգաշատի մասին մի բառ չկա գրած ուրեմն դուք ոնց կուզեք այնպես ապրեք դուք կլնեք իմաստուն կույս մենք կլնենք հիմար էլ չէ ես կասի աղմախ կույս չնայած աղմախը հենց նույն հիմարն է ստացվում կամ թեթևամիտ այն քրիստոնյաները, որոնք բզկտում են ավետարանը ըստ իրենց սրտի ուզածի եւ փրկականությունը էժանացնում են։ Փրկականությունը ոչ թե էժաներ կամ ձրի է արժեք չունենալու պատճառով, այլ շատ թանկ լինելու պատճառով է ձրի։ Հիսուսի բերած փրկականությունը գին չունի, որի պատճառով Աստված ձրի տվեց որպես պարգև հավատի միջոցով, որովհետև դրա մեջ կա Քրիստոսի արյան գինը, ոչ թե քո պարտ կտեր քիչ ու հեչ բան, այլ դու ես իր աղքատ ու հեչ բան։ Դրա համար Տերը այն քեզ տվեց որպես նվեր, բայց հավատի միջոցով, ոչ հենց այնպես ուղղակի գնացիր դատարեց շահեց։ Նրանք քարոզում են Քրիստոսի էժանացված ու զվարճալի ավետարանը։ Դուք կտեսնեք շատ համացանցը ձեր առաջ է, շատերը նայում եք տարբեր բաներ եք նայում, տարբեր եկեղեցիներ, տարբեր ավակույտներ, միջոցառումներ, կտեսնեք, որ երբեմն ավելի շատ մարդ ուրախացնողներ են, քան թե մարդ զգաստացնողներ։ Բայց եկեղեցին զգաստության վայր է, դպրոց է, հիվանդանոց է, սովորելու վայր է, ճանաչելու, ձեռք բերելու վայր է, առողջանալու, վստահ Քրիստոսին դիմավորելու պատրաստ լինելու վայր է։ Ավելի շատ քարոզում են բարգավաճում եւ տասանորդ, քան թե Քրիստոսի խաչը կամ ապաշխարությունը։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չլինի նյութականը, եկեղեցին չի կարողանա շատ բաներ կազմակերպել անել, բայց ոչ չի նշանակում շեշտը պետք է դնենք մենակ մարդկանց կերպարները դատարկելու վրա։ Դու մարդուն սովորեցի ճիշտ Աստծո հետ վերաբերվել ծառայել, ինքը կանի այն, ինչ որ դու պետք չէ որ ամեն անգամ նրան հիշեցնես։ Շատ եկեղեցիներում ամեն ավակույտին առաջ պետք է մի հատ զոհաբերություն քարոզեն, պետք է մի երկու հատ լավ բան ասեն, մահակյա մարգարեության բաները բերեն, անիծքի բանը, որ դուք անիծյալ կլինեք, հանեք տվեք, շատ տվեք։ Ես լսել եմ քարոզիչը ասում է այնքան շատ որ սիրտը ցավ զգա։ Այն խեղճերները ելում ինչքան գրպանների կա տալիս են, հետո այդ մենտուն ամբողջ ամիսն են ցավ զգում ու փոշնում թե ես ինչ էր արեցի ես։ Հասկանալի է։ Սրանց մեջ կա խաբեություն։ Շատ յուրին են բացատրում, այնպես են բացատրում, որ համոզում են քեզ, բայց որի մեջ չկա ճշմարտություն։ Բայց խաչի մասին, արյան մասին քարոզները շատ ավելի հազվադեպ են հնչում նման եկեղեցիներում։ Նրանք իրենց օծյալներ են համարում, օծությունից շատ հեռու լինելով հանդերձ։ Օծման շշի յուղը ունեն, բայց հնարավոր իրական օծությունը, որ Սուրբ Հոգուց է գալիս, այն չունենան։ Դրա համար ես չեմ ասում, օծման յուղն էլ օգտագործում են հիվանդերին օծելու համար, բայց օծման յուղը դեռ մեր այն օծությունն չէ, ինչի մասին խոսում է Սուրբ Գիրքը, Սուրբ Հոգու օծությունը։ Հասկանալի է։ Մենք պետք է նախ Աստծուց առնենք այդ օծությունը, որ այդ օծման յուղն էլ նպատակին ծառայելու դեպքում իր արդյունքը տա։ Լապտերները ունեին, դրսի տեսքը կար, պարունակությունը չկար։ Նրանց ունեցածը նյութական էր ընդամենը, ոչ երկնային։ Ցավոք սրտի
հիմար կույսերի բնութագիրը հենց այս երկրային մտածելակերպն էր, երկնքի արքայությունը երկրի վրա այս կյանքի վերածելն էր, ուրախության, զվարճության, անհոգության, բայց վստահեցնելով, որ երկնքի թագավորությունը դռները լայն բացած ձեզ է սպասում։ Վերջերս մի շատ տարօրինակ ու տհաճ բան լսեցի Իսրայելի վարչապետն իրանց հետ վարչապետը մի այնպեսի արտահայտություն արեց հեռուստատեսությամբ Հիսուս Քրիստոսին համեմատեց Չինգիզ խանի հետ, ասեց Չինգիզ խանից ոչ մի բանով տարբեր չի։ Ապշելի, ասում եմ հրյա ազգ, Աստծո սեփական ժողովուրդ, հայրերը ձերը, խոստմունքները ձերը, Քրիստոս մարմնի կոման է ձեր կողմից, նահապետները ձերը, նախընտրությունը առաջի ձերը, դու Քրիստոսի մասին այսպես ես խոսում, քո համար Չինգիզ խանից տարբեր չէ, դե վաղ գա ժամանակ, որ դուք ձեր բերանից դուրս եկած խոսքով կհատուցեք, երբ որ ձեր երկիրը հիմնատակ կավերվի, ինչպես գրված է մարգարեությունների մեջ վերջին ժամանակներում, որ դուք ելնեք լեռները, փրկություն կփնտրեք, չեք գտնի, ավերակ կդառնա ձեր տունը վերջնական, մինչև որ չաղոթեք, չաղակեք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Եվ նույն այդ Մեթենյահուя, չգիտեմ ինչ այայույա, եթե կենդանի մնա, այդ օրը ես կուզենայի տեսնել, որ ինքը լեռան վրա ոնց ասում, օրհնյալ է Հիսուսը, որ գալիս է Տիրոջ անունով, այսի կուզենայի ես լսել։ Այսինքն դեր հրյա լինելը չի խոսում քո Աստծո մարդ լինելու մասին, քո հավատացյալ լինելը չի խոսում Քրիստոսի զավակ լինելու մասին կամ Քրիստոսի եղբայր լինելու մասին։ Մեր ճիշտ եւ լուրջ փոխհարաբերությունները մեր Տիրոջ հետ։ Ուրեմն Սուրբ Հոգու իրական կյանք մենք պետք է ունենանք, ոչ թե ձևական կյանք։ Իսկ վաղը պետք է գա այն մյուս օցիալը։ Նա էլ է կոչվում օցիալ, ները որ պետք է գա կոչվում է օցիալ, որովհետև նրան պետք է ընդունեն ինչպես Քրիստոս։ Քրիստոս նշանակում է օցիալ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոսն է։ Այնտեղ ես շատ գեմ կարող է կա ագիտ Քրիստոս։ Ես չգիտեմ իր անունը ինչ է լինելու։ Բայց նա կգա։ Այդ ժամանակ նա էլ ունի օծություն։ Նրան օծում է սատանան, ուղարկում է իր գործը կատարելու, Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին օծեց, ուղարկեց փրկագնության գործը կատարելու։ Իսկ եթե մենք օծությունից ենք խոսում, մեր օծությունը եթե չի գալիս հորից որդուց, չի բխում հոր եւ որդու գահից, աթոռից, այն կյանքի ջուրը, որ Սուրբ Հոգին է մեր մեջ, մենք չենք կարող Աստծո օծությունը դրսևորել որևէ ձևով։ Ուրեմն արտաքին վկայությունները կարող է տեղում լինել, հնարավոր է քույրիկը շատ է սիրում գլխաշորը կապի նստի, դրա մեջ սխալ ոչինչ չկա, բայց իր ներսում էլ բան չկա։ Գլուխը ծածկած է, բայց սիրտը դատարկ։ Դա հնարավոր է, դա արտաքին ձևն է։ Մնասը Տերը տվեց, խոսքը տվեց, հնարավոր է մարդը լավ քարոզիչ լինի, բայց խոսքը լինի իր շրթունքներին ընդհանրապես եւ ոչ սրտում։ Շատ քարոզիչներ կարող են լինել, կարող են ես եմ մեկը, կարող է որևէ մեկը։ Երբ որ իրանք խոսքը ունեն լավ, դասավորված, գրագետ, կիրթ, բայց սրտում չունեն այդ խոսքի հանդեպ ունեցած հարգանք կամ հավատք։ Դավանությունը մարդը կարող է ունենալ, շատ գեղեցիկ ու ճիշտ, բայց Տիտոս 1:16-ն ասում է. մարդիկ կան, որոնք դավանում են կամ խոստովանում են, թե գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրացել են նրան, պիղծ են եւ աննազանդ ու ամեն բարի գործի համար անպետք։ Դե պատկերացրեք, մարդը դավանում է Աստծուն, ասում է, բայց Տերը բնութագրում է, պիղծ է ու աննազանդ ու ամեն բարի գործի համար անպետք։ Նշանակում է, որ դավանանքը ցույց է տալիս, որ դու կույս ես, բայց քո վիճակը սրտիդ ցույց է տալիս պիղծ, աննազանդ, հիմար կույս եւ գուցե ավելի վատ։ Ուրեմն ինչ որ մեր արտաքին դրսևորումն է դա, գուցե դրանք լավ են, թող լինեն ինչ որ բաներ, բայց եթե ներսը չի համապատասխանում քո դրսին, քո ունեցածը դառնում է փուչ։ Ցույց է տալիս, որ կարող է մարդը լինել ծառա Աստծո, բայց չար եւ ծույլ ծառա։ Իսկ մենք ծառայում ենք մեր հորը, ոչ թե որ մենք ծառայենք Աստծուն, այլ մենք որդի ենք։ Կա ընտանիքում որդու ծառայություն ընտանիքի համար, կա ծառայի ծառայություն ընտանիքի համար։ Դրանք իրարից շատ են տարբեր։ Եթե մենք ծառայում ենք հացի համար, փողի համար, որ մի լավ բան մեզ տան, մենք ծառայենք իսկապես, բայց եթե ընտանիքի անդամ ես, դա նաև քո ընտանիքի անհրաժեշտ հոգսն է, որ դու կատարում ես որպես որդի եւ ոչ թե ստրուկ։ Փաստորեն կարելի է ունենալ
լապտեր առանց յուղի, կարելի է ունենալ ձև առանց կյանքի։ Իմաստուն եւ հիմար կույսերի տարբերությունները սրանց մեջ էր։ Ձևը կար, պարունակությունը չկար։ Իսկ պարունակությունը ներսի յուղն էր, որի մասին մենք խոսում էինք։ Տվեք մեզ ձեր յուղից, որովհետեւ մեր լապտերները մարում են։ Տվեցին, չտվեցին։ Պաստորեն, ես մտածում եի, որ այս կույսերը ըսկի չեն հասկացել, որ իրանց յուղը պակասական չկա։ Երևի չեն հասկացել։ Բայց լապտերները ինչի համար են, ինչ եք ձեր ձեռը վերցրել։ Ֆռում եք այդ ձեր բարձրախոսներով, բայց չի եք այդ բաներն անում։ Հիմա տեսեք։ Հնարավոր է կան մարդիկ, որոնք ապրում են ուրիշի լույսով եւ ուրիշի տված ջերմությամբ։ Իրենք իրենց ներսում այդ լույսը չունեն։ Օրինակ հիմա այս լույսերը որ վառվում է, իմ դեմքը լուսավորվում է, չէ՞, տեսնում եք, ձեր դեմքն էլ է լուսավոր։ Ես լուսավորված եմ ոչ թե որ ես լույս ունեմ իմ մեջ, այլ այդ լույսն է ինձ լուսավորում։ Բավական է որ ես դուրս կամ այստեղից, հենց հասնեմ են տրան մոտ, էլ այս լույսը իմ համար չկա։ Էլ չի լուսավոր ինձ, որտեղ ես ոչ թե լույս ունեի իմ ներսում, այլ նրա լույսով էի լուսավորվում։ Այսօր հնարավոր է շատերը հենց կողքի մարդկանց լույսով են լուսավորվում ընդհանրապես։ Եկեղեցու տված լույսով են լուսավորում, երբ որ այստեղ դահլիճում են։ Գնացին տուն, դառնում են նույն սովորական առաջվա անհավատը կամ ընտանիքում այսպես դոշ են թափ տալիս տվյալ անձնավորությունից։ Որտեվ դու քո ներսում լույս չունես։ Ուրիշների քարոզներով ես բավարարվում կամ շատերը էմոցիոնալ այդպես դոպինգներով որ տրամադրում են, դու կտեսեք քարոզիչները ու արդեն հենց են տրամադրում, հենց են խոսում, հենց ձևորում, հենց լավ է, էներգիշնի, որ ասում ես էսի երկինքը իջավ երկիր։ Բայց ընդհանրապես մարդկային ոնց որ մարտիկան այդ մեն հարցնիկ հենց դահուլ ժուրնալ խփում են զրոշնելու մա ադրենալինը բարձրանում ասես չափտիկ տալ մտածում ես ուրախ ես երկու բաժակել խմել ես բայց այդ ուրախությունը դրսից եկած ուրախությունն է քո ներսում այդ չկա մի քիչ հետո դստել ես լացես գիտեք չէ լացողի խմած մարդի լացն է գալիս քեզ պրոստո ուղակի տրամադրել էին կամ ինքնաբավությամբ ես հիացել դու քեզ ես ծափ տվե ուրախացի քեզնով ու մարդիկ որոնք միշտ սովոր են ուրիշից բան խնդրել այցեւի մարդիկ կամ դուք եք կամ պատահած կլինի ձեր հարևանը կարող է լինի տեսեք ուզ որ հարևաններ որ ամեն ինչ գալիս են քեզնից են ուզում մի հատ ձեր բահը գտած ես որ էդի բանը անում հիշեցի Յուրիկ աղբորը այն ժամանակ որ մենք այդ փողոցում նոր ենք ապրում բահ չունեինք լապատկա չունեինք անտատ մենք Յուրիկ երեխեքին ուղարկում Յուրիկ զազմած էր փակետած մյուս անգամ Յուրիկ զազմած էր փակետած միշտ մի օր ամոթ հաբուր եկավ մի վրա էլ արարողի ամոթ է էլի անտատ ինչքան կարելի է Յուրիկից պահուզել լապատկա ուզել այդտեղ մատ բառնիկ բերենք մենք էլ պահ ունենանք բայց մարդիկան չի աղնել կուզեն մաղնել կուզեն տոմատնել կուզեն կգան սոխ ու սախտորներ կուզեն այդպեսի մարդիկ կան նաև հոգևոր կյանքում հոգևոր իմաստով սովոր են ուրիշներով ապրել որովհետև իրենք իրենցը չունեն եկեք մենք մերը ստեղծենք ու մերը ունենանք որ մենք ուրիշին օգտակար դառնանք ոչ թե անդադ ուրիշները մեզ հիմա կույս խելոք ճակերտների մեջ բա որ դու դուրս եկար լապտերը որ ձեռդ էր մեջը յուղ չկար ու չէր վառվում բայց մտածեցիր այս լապտերով ես ինչքան ճանապարհ պետք է անցնեմ ընդհանրապես չէր մտածում էր կողքից կուզեմ ուզեց տվեց ասես չեմ կարող տալ վիրավորվեցին խռովեցին դու էլ քեզ եսի մի քիչ տեղ դրեցիր մի բան ուզենք չտվեցիր ասում չեմ կարա տա սա այն բանա որ եթե քեզ տամ ես էլ եմ մնալու համել հնարավոր չէ տալ Համի որ մեկը ասի կարաս քո ավատից մի քիչ տաս ինձ դու կարաս ասես օր մի քիչ կճմտեմ տամ Երեխեք կարող ասես ինձ թուշիկ կտաս, այսինքն տա, էդի կարող ալ, բայց խելացի մարդիկ մտածի, որ էդի հնարավոր չէ։ Քո սիրուց կարաս մի քիչ ինձ տաս։ Քո փրկագնությունից կարաս ինձ տաս։ Քո իմաստությունից կարաս ինձ տաս, դու չես կարողանա տալ։ Ասես դե հավե ծախողներին գնացեք, էդի ժամանակին եկեղեցում էր արվում։ Մեր կյանքում էր արվում, դու այն ժամանակ պետք է վերցրած լինեիք։ Ձեր ներսի պարունակությունը այն ժամանակ պետք է լցրած լինեիք։ Հիմա չենք կարող տալ։ Ու նրանք մնացին արտաքին խավարում, որ ասում են տատակ ջեբով ուր ես գնում, Փանոս ջան։ Հիմա այդ հիմար կույսերը
Փանոսի պես դատարկ ջիբով ճամփայի են ընկել։ Սաղմոս 119-105-ում կարդում ենք հետևյալ խոսքը. Քո խոսքն իմ ոտքերին ճրագ է եւ իմ շավիղներին լույս։ Շատ հետաքրքիր խոսք է ու շատ զորավոր։ Քո խոսքը Տեր իմ ոտքերին ճրագ է, ոտքերը քո ամենամոտ մասն է, անմիջապես քո առջև, ու իմ շավիղներին ապագայի լույս։ Այսինքն Աստծո խոսքը եւ մեր ամենամոտ բաներն է ցույց տալիս, որ լուսավորվենք, եւ մեր ապագան շատ հեռնա ցույց տալիս, որտեղ մեր քայլերը ուղղենք։ Այսպեսին է Աստծո խոսքը, որի պատճառով մեզ պետք է որպեսզի լուսավորվենք նրանով։ Այլապես մենք կծախողվենք։ Պատասխանը շատ վիրավորական էր, շատ դաժան էր, բայց սա էր ճշմարտությունը։ Ուրեմն ոչ ոք չի կարող ապրել ուրիշի ճիշտ կյանքի հաշվին։ Դուք պետք է ձեր իրականը ունենաք։ Այդ օրը կուզեք ու նրանք չեն կարողանա ձեզ փոխանցել այն։ Ու Տիրոջ ձայնը շատ խիստ է, անցանկալի, ամենավատ խոսքը ամբողջ հավիտենության մեջ, որ մարդը կարող է Քրիստոսից լսել, սա է. ես քեզ չեմ ճանաչում։ Կամ ես ձեզ չէի ճանաչում։ Մենք սրա վրա կանգ առանք, կանգ չեմ առնի Հովհաննես Մատթեոս ավետարան 7:21-ում, որ ասում է ես ձեզ չէի ճանաչում, հեռու գնացեք ինձանից, դուք որ անդրույնություն եք գործում։ Ինչու՞։ Ասում է Տեր, քո անունով մենք մարգարեացանք, քո անունով դևեր անեցինք, քո անունով հրաշքներ գործեցինք։ Ինչի՞ վրա իր ուրախանում դևեր անելու։ Քրիստոսի 12 աշակերտներն եկան, ուրախացած ասացին Տեր, դևերը մեզ հնազանդվում են։ Հիսուսն ասաց՝ մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Դե մենք ասեմ, եկան հասան մի տեղ, որ նրանք ուրախացել էին դևերի դուրս գալով, բայց իրանց անունները կյանքի գրքի մեջ չկար։ Դրա համար Հիսուսն ասաց՝ չեմ ճանաչում, չէի էլ ով ես դու։ Իսկ ես առաջ անգամ եմ տեսնում այստեղ։ Դու ով ես։ Տակից կփրկի։ Ոչ թե Հիսուսը չգիտեր դու ով ես, բայց դու ով ես։ Որ նոր հիմա հիշեցիր, որ եկար։ Ուրեմն նրանք մտածում էին, որ ձևը բավական է։ Ուրախացել էին դրանով եւ հանդիպեցին հակասության։ Ուրեմն այս աշխարհի իշխան կոչվածը ինքն էլ ունի ստրատեգիա խաբելու հավատացյալներին։ Ես կենթանիների աշխարհի հաղորդում ես շատ եմ սիրում, նայում եմ էլի կենթանիներից, հետաքրքրում է։ Տատիս եմ քաշ այդ կողմից տատնել ճանավարներ շատ եմ սիրում։ Ուրեմն արյուզները ռիսկով կենթանիներ են, գիտեք, արյուզի ռիսկը ոչ մի ուրիշ կենթանի չունի։ Ցուլերը կամ կովերը, դե ցուլն էլ որց կով է, էլի, ես իմիջ մի մեծ առավելություն չունի։ Պատահում է ասես, որ տեսնում են արյուզների մի քանի արյուզ, անմիջապես չեն քսվում արյուզները դրա վրա։ Ուզում են մի քիչ հեռացնեն։ Այս կովն էլ դառնում է գիտի վախից, այս կոտշնելու արյուզը այս բազում ես կողմ իբր յանի վախենում եմ, այս կովն էլ ընկնում է իբր արյուզին է քշում, մեկ էլ տենում է, հա, իր հոտը ուրա մնացի, ինքը արյուզների շրջանակի մեջ արվեց։ Վզից օրերում դնում են գետին ուտում են։ Հիմա սատանան շատերին այս տակտիկայով խաբում է։ Իբր վաղից է փախա, վայ, ես դևը հանում, հեսա կելեմ, քեզի խաբում է, խորացնում է միտեղ, որ տան հետո վիզը ջարդի։ Հետո ասի լարիստը մի հատ։ Արի, տնա մեծ դու ես։ Ես ես պատմել եմ տարիներ առաջ, ինձ այդ կենթանի իրական եղել է ծեվի բան։ Մի շրջան է տենց ասում է, աչու ծախս, դև ենք անում, դե գնա, ջարդեմ, փշեմ, մի օր իրիկունդեր հելա դուրս մութեր։ Մի անգամից ես դիվային ներկայությունը զգա, ոնց որ վերևից հենց արուսյակը հիշացել էր։ Մի անգամ ես ծանր բանի չավ, ասես, եկա, դե ասա, հան։ Ընենց եմ փախետուն, ընենց փախա։ Եկա կոպտելի։ Դու իրական եմ, այնպես հեքիաթ չեմ պատմում, բան չասեցի, ոչ ռեպսիկին, ոչ մեկի, ասեմ, էլ գիշերը չեն քնի։ Հասկացա իմ մեջ, ինչ ես տրճիկ-վրճիկ տալիս քո մարդկային մաներով, երևակայություններով, դու զորացի Քրիստոսով, նրա զորության կարողությամբ, իսկապես հակի Աստծո սպառազինությունը, որ դու կարողանաս չարորում չարին դեմ դնել, վերցու քո դիրքո փրկության սաղավարտը, քո հավատքի վահան առ, որ չարի բոլոր ծախացող նետերը մարեն քո հավատի վահանի վրա,
Արդարության զրահակի, քո ավետարանի խաղաղության ավետարանի պատրաստ կոշիկները հագի։ Հոգու սուրը վերցրու, որ Աստծո խոսքն է, որ դու կարողանաս այս պատերազմում հաղթել։ Դրանից հետո ես ավելի շատ աշխատում եմ սպառազինության վրա, քան թե այդ արտաքին դրսևորումների։ Եթե դու սպառազինված եղար, պետք չի որ դու այդ տրյուկները անես, որ դևը հեռանա, դու կմտնես մի վայր, դևերը կփախչեն առանց քո հրամանների անգամ։ Կանցնես Պետրոսի պես ստվերդ կանգնի հիվանդերի վրա, վեր կկենան կկանգնեն առանց քո հռչակումների կամ որևէ բառեր ասելու։ Դու կարող ես ձևերը պահել, մենք շատ ենք պահել այդ ձևերը, խոսքի ձևերը, այսպես ասենք, այնպես հրամանենք, այս բառերով այսպես, Օսման յուղը այսպես լսնենք, այսպես անենք, շատ անգամ ձախողվել ենք, որովհետև մենք ձևն ենք պահել առանց պարունակություն ունենալու։ Բայց մեզ պետք է առաջինը հոգանել պարունակության համար։ Ես ես բնավ չեմ ճանաչել։ Ոչ թե նրանց քնելն էր սխալը կամ ուշանալն էր սխալը, այլ յուղ չունենալը։ Նրանք համարեցին, որ ձևը բավական է։ Մասնակցությունը եկեղեցում ունեմ բավական է։ Վերջում մի դուռ կբացվի աղբեր, քշի, բայց այդ դուռը չբացվեց։ Այդ դուռը ցավոք սրտի հավիտյան փակվեց։ Ուրեմն վերստին ծնվածի ու չծնվածի տարբերությունը, որ ոչ թե վերստին ծնվածը կարող է կորցնել իր փրկությունը, այլ նա երբեք չի էլ ունեցել այն։ Չի ունեցել։ Նա վերածնված չի եղել։ Նրա գալը եղել է արտաքին դրսևորումներով մենակ։ Նմանվել է, բայց չի եղել։ Որովհետև նա լուրջ արժեք չի տվել դրան։ Եկեղեցում կարելի լինել եկեղեցում առանց յուղի, կարելի է սпасել Քրիստոսին առանց կյանքի, կարելի է սпасել Քրիստոսին, բայց վերջում կլսես ամենահիասթափեցող ձայնը, որ ես քեզ չեմ ճանաչում։ Իսկ դա արդեն մեր ամենադժբախտ վիճակն է։ Ամփոփեմ այս մասը, 10 կույսերն էլ եկեղեցու մեջ էին, եկեղեցական դաշտում էին, 5-ը վերածնված էին յուղ ունեին, 5-ը վերածնված չէին, միալ լապտերն ունեին։ Խնդիրը այստեղ քննելը չէր, ուշացումը չէր, խնդիրը նրանց ներսի պարունակությունն էր։ Մի կարճ անցնեմ մի բանի վրայով էլ առակի ու վերջացնեմ։ Երկրորդ առակը, որը շատ նման է սրան, նույն միտքը ունի, բայց ուրիշ բովանդակությամբ, արտի որումների առակներ։ Սրա վրա էլ ենք շատ կանգ առել, ես մասնակի կանգ կառնեմ։ Հիսուսը նրանց մեկ առակ էլ ասաց, Մատթեոս 13:24-30։ Երկնքի արքայությունը նման է մի մարդու, էլի աշխարհի մասին չի խոսում, երկնքի արքայության մասին է խոսում, որ սրանք արքայության զավակներ էին, որն իր արտում լավ սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ ու ցորենի մեջ որում ցանեց ու գնաց։ Այդ բառերը ուշադիր լսեք։ Երբ նրանք քնած էին, նրա թշնամին եկավ եւ ցորենի մեջ որում ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսավ ու պտուղ տվեց, երևաց նաեւ որումը։ Տանտիրոջ սարանները մոտեցան նրան եւ ասացին. «Տեր, չէ՞ որ դու արտիդ մեջ լավ սերմ սերմանեցիր»։ Կամ յուրիշ ասում է բարի սերմ սերմանեցիր։ Ուրեմն այդ որումը որտեղից է։ Իսկ նա ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ասաց թշնամին եկավ ցանեց, այստեղ ասում է թշնամի մարդ է արել այդ։ Այսինքն այստեղ մարդի գործոնն է, որի վրա կուզենամ հետո մենք կանգնենք։ Ծառաները նրան ասացին. «Հիմա ուզում ես գնանք դրանք քաղենք կամ քախանենք»։ Նա ասաց. «Ոչ, որոմը քաղելիս գուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլանեք։ Թողեք, որ մինչև հունցք երկուսը միասին աճեն, եւ հունցքի ժամանակ հնձողներին կասեմ. նախ որոմը քաղեք եւ խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեք իմ շտեմարանի մեջ»։ Երբ որ Տիրոջը հարցրեցին, բացատրիր ես որոմների արտի արակը որներ, Տերն ասաց, բացատրեց, դաշտը այս աշխարհն է, լավ սերմը արքայության որդիներն են, դուք, որոմն էլ չարի որդիներն են, ուրիշները, մեզի չի վերաբերում, չէ՞։ Եթե արքայության նշանակում է, այստեղ էլ է արքայության որդիները, բայց ոմանք այս երկու տարբեր հակադրությունները կարող են ունենալ։ Ուրեմն որոմները եկեղեցի դուրս անհավատները չէին, դրանք անմիջապես կերևա, այսի անհավատա, սրանք նման էին իրար, բայց նույնը չէին։ Որոմը ցորենին շատ նման, շատ, դու չես տարբերի իրարից, մինչև որ չգա իրանց պտուղը տալու ժամանակը, որովհետև ցորեն արդեն ցորեն է տալիս, որոմը որոմ է տալիս։
Այդ ժամանակ նոր երևա տարբերությունն է։ Մինչ այդ տարբերությունը այդպես չի երևում։ Ուրեմն որումները հավատացյալ տեսք ունեցող մարդիկ էին։ Մարդիկ, որոնք հնարավոր է լինեն եկեղեցում, բայց եկեղեցուց չլինեն։ Ինչպես որ Հովհաննես առաքյալն ասում էր, որ նրանք մեզնից ելան, բայց մեր մեջ չմնացին, քանի որ մեզնից չէին։ Եվ մարդիկ կան, Պողոս առաքյալն ասում էր, իմ գնալուց հետո հափշտակող գալեր կգան, ու ձեր ներսից էլ մարդիկ դուրս կգան, որոնք տարբեր օտար հերձվածություններ, օտար ուսմունքներ կտարածեն ու շատերին կվնասեն դրանով։ Գիտեք, ովքեր որ մի քիչ ծանոթ են սպիդի վիրուսին, որ անկած մի քիչ սխալ կասեմ, ասում եք շատ չմեղադրես։ Կարող եմ մի քիչ լավ չասեմ, բայց մոտավորապես կասեմ միտքը։ Սպիդը երկու տեսակի կա՝ միավ եւ ձիահ։ Միավը նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս։ Սրանից է սկսվում։ Ուրեմն այն հարցակվում մարդու իմունային համակարգի վրա, անմիջապես նրա նպատակն է իմունային համակարգը ոչնչացնել։ Իմունային համակարգը ոնց որ քո պետության հոբ համակարգը լինի։ Հակաօդային պաշտպանության համակարգը որ ուժեղ sense ունեն, չէ, երկրներ կա, ռակետները, սամոլյոտները օդի մեջ բռնում ոչնչացում են։ Քո իմունային համակարգը սրա համար է աշխատում։ Գիշեր-ցերեկ ինքը անդադար աշխատում է հազարու մի վիրուսների դեմ պայքարելու համար։ Դուք որ շնչում եք, արտաշնչում եք, ուտում եք հաց, գիտեք ինչքան վիրուսներ է հետ է մտնում, մեր թոքերը մտնում, մեր ստամոքսը, ինչ չասես մտնում է։ Այդ իմունային ես տեսել եմ մի հատ դիտակ բան էի նկարել, sense ոնց որ մի հատ միլիոն տեսակի բաներով խփող թնդանոթներ է, լրիվ ոչ չասում, ինչև ասում տեղ արդեն մեջը բան չի թողել։ Դա քո իմունային համակարգն է։ Հենց միավ եկա, գալիս նստում է մի տեղ, որտեղ իրենը չէր, ընդունվում է օրգանիզմի կողմից որպես թե իրենը, մեր օրգանիզմը սկսում է չպայքարել դրա դեմ, համարելով իր հարազատը եւ ինքը այդտեղ բուն տնելով ստեղծում է իր պտուղները։ Ու սկսում է ինքը տարածվել։ Արյան միջոցով է տարածվում սեռական ճանապարհով եւ մորից երեխային։ Այսինքն ծնունդի միջոցով կարող է անցնել, կաթի միջոցով կարող է անցնել։ Այնպես որ եթե երեխա կունենաք, ծննդատանը մի այդպես հեշտ մի տվեք, ասեք առ երեխին մեկ դու կերցրա։ Մի տվեք, կաթի միջոցով էլ անցնում է։ Լավ։ Վիրուսը մտնում է արյան մեջ, կպնում է ինչ-որ բջիջների, CD4 ինչ-որ բջիջներ են, կարևոր չի այդ, իր գենետիկ նյութը մտնում է բջիջի մեջ, բջիջը սկսում է արտադրել նոր վիրուսները տարածում ու վարակում են այլ բջիջներ։ Այսպես տարածում շատանում է։ Դրանից հետո սկսում է ձիահը ձեռք բերովի իմունային անբավարարության հարուցիչ։ Ուրեմն սա ամբողջ լավ է չմանրացնեմ, նպատակն է, որպեսզի քո իմունային համակարգը ոչնչացնի, ու դու մեռնում ես ոչ թե հետո սպիդից կամ այդ միավ ձիայից, այլ մեռնում ես կարող է մի սովորական վիրուսից, որտեղ քո իմունային համակարգը էլ չի կարողանում պաշտպանել, գոյություն չունի, չկա։ Մի հատ ամենասրտից հիվանդությամբ կարող է դու մի հատ թոքաբոր կամ եսի ինչ հիվանդություն ստանաս ու այդպես էլ չբուժվես ու մեռնես դրանից։ Այսպես բերենք սա եկեղեցու վրա։ Մարդիկ կան, որոնք դու ընդունում ես որպես թե քոնը, հավատում ես իր ասած խոսքին, վստահում ես, որ ինքը ճիշտ է, բացատրում Աստծո խոսքը, նա նախանձավոր մարդ է, ճիշտ է քննադատում, դատում հովին մյուսին, դու սկսես միանալ, ստեղծում ես մի կորիզ, ինքը իր նմաններին է սկսում եկեղեցում ստեղծել, հետո իր նմաններով կազմում են մի հատ բավականին լուրջ զանգված ու կործանում են ամբողջ եկեղեցին, կործանում են ամբողջ մարմինը։ Շատ եկեղեցիներ կիսվել, բաժանվել են, շատերը կործանվել են, գնացել են աշխարհ, կորցրել են Քրիստոսին, ամեն ինչ նման մարդկանց պատճառով։ Սա այդ որումներ, որը եկեղեցում եղավ, նույն օդը շնչեցին, նույն ջուրը խմեցին, նույն խոսքը լսեցին, նույն պարատանութը օգտագործեցին, բայց վերջում իրենք դարձան այդ եկեղեցու կործանման պատճառը, կամ ոմանց կործանման պատճառը։ Նրանք մշակում էին նույն ձևով, նրանք նման էին իրար, բայց նույնը չէին։ Եվ նրանց տարբերությունը ոչ թե նրանք ցորենին հետո դարձան որոմ, նրանք սերմով ուրիշ էին, նրանք ուրիշ սերմ էին, նրանք տվեցին իրենց պտուղը, որովհետև Աստծո սերմից չէին։ Որի պատճառով ասում ենք, ինչու վերստին ծնված ու չծնվածի մեջ մեծ տարբերություն կա։ Սերմն է ուրիշ, իսկ սերմը Աստծո խոսքն է եւ Աստծո Սուրբ Հոգին։ Թշնամի մարդ արեց, եւ այդ մարդը կարող է լինել ինչ-որ մեկը։
Տերը թույլ չտվեց, որպեսի որը անմիջապես քաղեն, ասած ցորեն էլ կարող եք վնասել։ Կան դեպքեր, որ ասենք հիմա մեկի բարեկամնա, քուրնա, աղբերնա, մյուսնա, եկեղեցում այդ մեկն է, որում կպնում ես, իր հարազատներին էլ հետն ես կպնում ու վնասում ես մնացած բոլորին։ Դրա համար պետք է զգուշությամբ այդ հարցերը լուծել ու տեղեր կա թողնել մինչև վերջ։ Թողնել մինչև հունցք։ Ունակ եղել է ինձ հարց են տվել, թե Սեդրակ եղբայր, ասենք, այսպես թերությունն մկրտելու համար կամ ասենք ամուսնանում են իրար հետ ուղարկել ենք բան ենք էլի խոչընդոտ տնենք պահանջենք ես ասում չէ մի արեք այդպեսի բաներ թողեք մինչև հունցք դու սովորեցրու ճիշտը ասա թող մարդը իր ընտրությունը կատարի Հիսուսը շատ լավ ճանաչում էր Հուդային շատ լավ գիտեր որ Հուդան գող է բայց ոչ մի անգամ Հուդային գողության համար չհանդիմանեց թողեց ասես թող վերցնի Դրան ժամանակ կա։ Եկա վերջը անգամ հաղորդություն տվեց Հուդային։ Հուդայի ոտքերը լվաց։ Հիսուսը ինքը պատառը թաթախեց ու տվեց Հուդային ասաց. «Դե գնա հիմա ինչ որ անելու է շուտով արա»։ Եվ դրանից հետո անմիջապես սատանան մտավ Հուդայի մեջ։ Ու գնաց Քրիստոսին ծախեց։ Տարօրինակ է, չէ, բայց Հիսուսը մինչև վերջ արեց, ասաց. «Դե հիմա սա կորստյան որդիներ ու հորնաղոտ մեր հայր ոչ ոք չկորսվեց բացի կորստյան որդուց այդ կորստյան որդին ամենասկզբից որ աշակերտների մեջ կար արդեն նա էր ով որ պետք է լիներ ու եղավ արեց այն ինչ որ պետք է աներ այսինքն կան բաներ որ իրենք դու չես կարող կանխել դա քո մարդկային մոտեցությամբ կարող ես վնասել նաև մյուսներին եւ մարդը կարող է կամած հասնել դրան սերմը ուրիշ է բայց պետք է մեծանա, որ պտուղը տա, նոր հասկանաս նա ով էր։ Հիմա ես մի հատ օրինակ բերեմ։ Պստի փիսիկով է տեսել, որ կատուն ցակա բերեմ, շատ սիրուն են, չէ։ Պստի ես նայես, վայ, ես միշտ սիրուն է։ Ինչ են ուտում փիսիկները։ Կատ։ Նապաստակներն են սիրուն, չէ, շատ սիրուն են։ Ինչ են ուտում։ Կատ։ Ախոնա խոչ են ուտում անդադ։ Օրինակ Շունը ինչ է ուտում շանձակը, պստի, կատ, իսկ արյուծի փոքր ձակը ինչ է ուտում, էլի կատ, վագրի ձակն էլ է կատ ուտում, մարդու ձակը նորից կատ է ուտում, ուրեմ ձակ ժամանակ, փիսիկ, շունիկ, արյուծիկ, մարդիկ, ինչ ուտում եք բոլորը հավասար են, մի հատ արյուծի ձակ բերեք, ցեք երեխեք խաղ արյուծի հետ, քաշին իրար չէ, բալատ հո մեծ նա այդ արյուծը, էլ կատ չի ուտի, քեզ կուտի կատուն էլ կաչի ուտի մուկ կուտի ցուկ կուտի տարբեր բաներ կուտի այսպես էլ փոքր ժամանակ անվնաս են թվում բայց որ մեծանում են հանկարծ տեսնում եք որ նրանք դարձան չարիք դա կարող է եկեղեցում էլ այդպես լինել Հիտլերը որ մորից ծնվավ մի անգամից կաշան ծնվավ գիտեք ճանկերով կոտոշներով այդպես հանդերով էմոցիաներով չէ ծնվել է մի հատ սիրուն փոքրիկ երեխա թմբլիկ Գեղեցիկ, կաթակեր է, մայրական խնամք ստացե, մի անգամ ես ասեցի, փոքր ժամանակ ընկելա ջուրը խեղդվելու, մեկը հանելա, լասմիկն ասել ես էլ կանեի, հիշում ես, ասել ես կանեի, ես չէի անի օրինակ, թող խեղդվեր, ավելի լավ էր ինքը խեղդվեր, քան թե հետո 100 միլիոն մարդ խեղդվեր։ Բայց մեծացավ դարձավ գազան։ Մեծացավ երևաց նրա ներսը ինչ կա, անա ով էր արմատապես։ Այսպես էլ հնարավոր է մարդիկ լավ ճառեր ասեն եկեղեցում Ամեն ինչ կարծես թե նորմալ, ճիշտ է, բայց հիմքը ճիշտ չէ։ Եվ մեզ Աստված թույլ չտվեց, որ մենք դատենք մեկին հիմար կույս ասենք, մյուսին որում ասենք։ Մենք դրա իրավունքը չունենք։ Մենք չենք էլ կարող իմանալ դա այդպես է, թե այդպես չէ, որովհետև կան սխալներ, ուղղակի մարդկային սխալներ են, որոնք ուղղվում են, մարդը ապաշխարում է։ Ինքը այդ մարդ չէ, վերածնված մարդը ուղղակի հասուն չէ, դերերս իմաստուն չէ, ճիշտ չի կողմնորոշվել, բայց կա որ մարդու արդեն հիմքն է դա։ Դու չես կարող։ Դրա համար թողնենք Տիրոջը։ Ցորենը, որոմի հետ միասին աճեց, տարբերությունը ոչ թե միջավայրն էր, այլ սերմը, որոմը փչացած ցորեն չէր, այլ երբեք ցորեն չէր եղել։ Ժամանակը պտուղը բացահայտեցին իրականությունը, վերջնական բաժանումը արդեն Աստծո գործը եղավ եւ ոչ թե մարդու։ Էլի մենք չենք որ պետք է բաժանենք իրարից։ Տերն ասաց, հիմա առանցին խրձերով կապեք այրելու համար։ Ուրեմն, այստեղ գանք մի հատ եզրափակենք, որ մենք իրավունք չունենք որևէ մեկին հիմար կամ ման անվանելու, որում
Բայց ցավոք սրտի նրանց տարբերությունը կարծես կես եղավ 50-50 5-ը հիմար 5-ը իմաստուն որոնները կարծես թե ցույց է տալիս որ բավականին մասնակազմ ես ասեցի անպայման թվաբանական չես հա կարող է միտեղ 90%-ը ցորեն լինի 10%-ը որը միտեղ 90%-ը որոնին միտեղ 10%-ը ցորեն բայց ընդհանրապես Քրիստոսի տիեզերական եկեղեցու մասշտաբով սրանք բավականին լուրջ թվեր են կազմում։ Եթե 2-ից 1-ը աղալիս, 2-ից 1-ը անկողնում, 2-ից 1-ը հանդում, 10-ից 5-ը հիմար, սա Տիրոջ կողմից ասված պատահական խոսք չէ։ Սրա վրա պետք է մտածել։ Եվ մենք Քրիստոսի որդի վրա մինչև պատվաստած չլինենք, մենք չենք կարող պտուղ տալ։ Մենք չենք կարող վերեսին ծնվել ու կյանք ընդունել մեր մեջ։ Դերեք ամենաողջ մնանք մի օր կանգ կառնենք ճշմարիտ որդատունքի վրա ու մենք որպես նրա ճյուղեր, այդ ո՞նց է արվում, որ հանգարց վայրի մի ճյուղ պատվաստվում է ընտիր որդի վրա ու սկսում է պտուղ բերել։ Այդ պատվաստը ո՞նց է արվում։ Մարդիկան հենց այնպես տնում մեծ շորով փաթեթում են, մտածելով այնա տեսել են փաթեթեցին կպավ, մեկն էլ գիտի ինչ պետք է անի տնի, որպեսի կպնի։ Լավ մենք մի քիչ պատվաստանել սովորենք, էլի։ Հետո պետք կգա։ Թե հոգևոր կյանքում, թե մեր մարմնավոր կյանքում։ Տերը օրհնի ձեզ։